Այս հաղորդման ընթացքում դիտեք արհեստական բանականությունը մրցակից է, թե օգնական ստեղծագործողին։ Տվածն ավելի շատ օգուտ է, թե վնաս։ Այդ մենք ենք որոշելու AI-ին օգտագործելով որպես մեր օգնական, որպես հավելյալ գործիք։ Այս անգամ էլ կսովորեցնենք արհեստական բանականության գործիքներ, որոնք ձեր փոխարեն կանեն ձեր գործը։ Բարև ձեզ։ Եկեք մի պահ անկեղծանանք։ Արհեստական բանականության օգտագործման ժամանակ ինչ էթիկական ու իրավական հետևանքներ են առաջանում։ Եկեք անալոգիայի համար համեմատենք AI դանակի հետ։ Էականը ոչ թե արհեստական բանականության գործիք լինել չլինելու հանգամանքը ինչ որ երևույթի, այլ այն թե ինչպես է կիրառվում։ Եվ վերջում կչափենք բոլորի վախը։ Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մարդկությունը։ Տերմինատորի սցենարը հստակ զարգանում է, երբ որ AI-ը կարող է որոշել վերացնել մարդկության մի ամբողջ հատվածի, որպեսզի փրկի ինչ-որ մեկ այլ կոնկրետ հատված։ Ստուգված է։ Դիտեք, եթե ուզում եք իմանալ, թե որքան հեռու կարող է գնալ արհեստական բանականությունը։ Կարող է արհեստական բանականությունը շրջվել մեր դեմ։ Ողջույն։ Արհեստական բանականությունը այլևս ապագայի մասին ֆիլմ չէ։ Այն վաղուց մեր հեռախոսներում է, համակարգիչներում, մեր ամենօրյա զրուցունկերն է։ Հարց ենք տալիս, վայրկյանների ընթացքում պատասխանում է։ Հաճախ նաև հանձնարարում ենք գործեր, որոնք չենք հասցրել անել։ Օրինակ մեր տնայիններն է գրում, մեր փոխարեն մեր նամակներին է պատասխանում։ Վերջերս նաև հմտորեն գերազանցում է մեզ անգամ ստեղծագործական աշխատանքում։ Ինչով է լավ եւ ինչով է վատ արհեստական բանականությունը։ 5 տարում ամենակիչը 1 միլիոն հայերի սովորեցնել աշխատել արհեստական բանականությամբ։ Այս հանդուգն նպատակի հեղինակը Re-Armenia ակադեմիայի iKesban նախագծի դասընթացավարներն են։ Նրանց կարծիքով արհեստական բանականությունը ոչ թե մարդու մրցակիցն է, այլ օգնականը։ Ոչ միայն ազատում է ձանձրալի մեխանիկական աշխատանքից, այլ նաև խթանում է ստեղծագործականությունը։ Եթե դու ճիշտ ես օգտագործում ու AI-ին դիտարկում ես որպես մտքի ընկեր, իր հետ մտագրոհներ ես անում, ի վերջո իր ամեն տվածը հալածյուղի տեղ չես ընդունում, դու ես ձևակերպում խնդիրները ու դու ես որոշում արդյունքը ճիշտ է թե սխալ, կամ բարդ առաջադրանքներով ես սկսում իր հետ շփվել, այսինքն ինչ-որ բան, որ առաջ ուղղակի չէիր կարող անել, հիմա սկսում ես AI-ի հետ անել, քո կրեատիվությունը ընդհակառակը ավելի է ընդլայնվում։ Եթե արհեստական բանականությունը որոշ ժամանակ առաջ ի տարբերություն տեխնիկական աշխատանքի դեռ վատ էր անում ստեղծագործականը, ապա այն այսօր արդեն փոխում է ստեղծագործական դաշտը։ Առաջ ասում ենք, եթե կարող եք տարբերեք AI գեներացած նկարը իսկական նկարից, որ մարդու մատերը 6 հատ է, 7 հատ է, ինչ որ ինքը թերություններ ունի, հիմա հանգիստ հասկանում ես, որ այս AI-ը, որտեղ ինքը շատ լավ նկար է, հակառակը, ասենց այնց իդեալական է, ասես այս AI գեներացրած կլինի։ Օրինակ հայաստանյան փոփ երաժշտությունը վերցրեք, միջազգայինը չեմ գնում։ Ես քիչս կտրեմ, թե վերջին կես տարվա մեջ գրած երգերից գոնե 5%-ը մարդ է գրել։ Սաղ Սունոյով է գրած երաժշտությունը, տեքստերն էլ երևի էլի ես իմ ChatGPT-ով։ Սամվել Մարտիրոսյանն ուրախ է, որ այդպես է։ Բացատրում է, արհեստական բանականությունը հաճախ մեր ստեղծագործողներից ավելի լավ է գրում երգեր։ Ինչ որ զարզանդելի փոփ երաժշտություն, այն որ sense մինչև 5 ամիս գլխիցը դուրս չի գալ այդ մեղեդին 3 նոտայից գրած։ Պարզա որ արհեստական բանականությունը այդ տիպի մարդկանց համար այդ տիպի կրեատիվ արտադրողներին կփոխարինի։ Շատ արագ։ AI-ը մի կողմից բարելավում է ստեղծագործական գործընթացը, մյուս կողմից կարող է այն վերածել կահապարի, քանի որ գործերը գեներացնում է հիմնականում արդեն գոյություն ունեցող նյութերից։ Հետևաբար տուժում է ստեղծագործության յուրօրինակությունը, մտահոգվում են մեր հերոսները։ Եվ հետո, եթե որևէ յուրօրինակ բան որևէ մեկի մտքով անցնի, արհեստական բանականության հետ շփումից հետո տեխնոլոգիան կարող է այդ գաղափարն ուրիշին փոխանցել։ Մարդը անփոխարինելի է իր բանականությամբ, իր էներգիայով, իր էմոցիաներով, մտքով, հոգով, ամեն ինչով։ Շատ կարևոր է ֆիքսելը, որ ինչ խնդիր ենք ուզում լուծել, այդ մենք ենք որոշելու AI-ին օգտագործելով որպես մեր օգնական, որպես հավելյալ գործիք։
ու ի վերջո իր տված պատասխանը կամ արդյունքը կամ գեներացիան երկ, նկար, ավտոմատացում ինչ կլինի, մենք այդ հավանում ենք, ուզում ենք բերել իմպլեմենտացնել, թե չէ, թե ուղղակի անտեսում ենք, նստում ինքներս ենք անում։ Այդ ամբողջը մարդու դաշտում է։ Եթե ստեղծագործողը ամբողջությամբ հենվում է արհեստական բանականության վրա, կորցնում է ինքնուրույն մտածելու կարողությունը։ Շատերն էլ այս հեռանկարից են վախենում։ Սամվել Մարտիրոսյանը նրանց համար առաջարկ ունի։ Բանականությունը իրական փոխարինվում է ու պետք է անընդհատ հիշել, որ դու պետք է կարողանաս ինքնուրույն մտածողությունդ չթափես մի կողմ։ Առնվազն կարելի է իրիկուններով երկրաչափության դասագիրքը վերցնել ու խնդիրներ լուծել։ Արհեստական բանականությունը նման է մեծ ու հարմարավետ խոհանոցի։ Միտեղ կարող ես գաղափար թխել, մեկ այլ տեղում պատկերներ եփել։ Կարճ ասած, արհեստական բանականության բազմաթիվ գործիքներ են ստեղծվել, որոնք անսպառ հնարավորություններ են բացում աշխատելու։ Եկեք մտնենք այդ խոհանոց եւ տեսնենք ինչ կարող է պատրաստվել այնտեղ։ Ողջույն, արհեստական բանականության գործիքներն օրեցօր ավելի բազմազան են դառնում։ Պետք է պարզապես հասցնել դրանց ծանոթանալ եւ հասկանալ ինչպես օգտագործել։ Այսօր ես մի քանի գործիք ցույց կտամ, որոնք շատ օգտակար կարող են լինել երիտասարդների համար, հատկապես ուսանողների, որոնք ծավալուն նյութերի հետ են աշխատում եւ ուզում են ոչ միայն կարդալ, այլ նաեւ վերլուծել ու ամփոփել տեղեկատվությունը։ Առաջին գործիքը կոչվում է Notebook LM, որոնենք այն Google-ում։ Մուտք է գործում ձեր Google հաշիվ, բացվում է աշխատանքային պատուհան։ Հաջորդ քայլով ավելացրեք ձեր աղբյուրները։ Notebook LM-ը աշխատում է միայն ձեր ներբեռնած նյութերի հետ։ Այստեղ կարող եք ներբեռնել PDF ֆայլեր, Google Docs թղթեր, տեղադրել տեքստային ֆայլեր, կայքերի հղումներ։ Այստեղ ձեր տեղադրած նյութերի հակիրճ նկարագրությունն է։ Հիմա կարող եք գրել դրանց հետ կապված ցանկացած հարց։ Օրինակ, առանձնացրու կարևոր մեջբերումները, առանձնացրու դրական կողմերը։ Աջ հատվածում կտեսնեք հետաքրքիր գործիքներ, որոնք կօգնեն պատրաստել տեսանյութ, նույնիսկ փոդքասթներ, ինֆոգրաֆիկաներ եւ այլն։ Բարև ձեզ։ Եկեք մի պահ անկեղծանանք։ Երբևէ եղել է, որ զգաք ձեր հեռախոսը կարծես լսում է ձեզ։ Հաջորդ գործիքով արհեստական բանականության պատկերներ կստեղծենք։ Տալիս ենք տեքստային նկարագրությունը եւ ստանում վիզուալը։ Գործիքը կոչվում է NanoBanana։ Որոնեք NanoBanana գործիքը եւ մուտք գործեք հարթակ։ Կհայտնվեք հիմնական էջում, որտեղ կտեսնեք նկար ստեղծելու դաշտը։ Այստեղ ամենակարևորը ճիշտ նկարագրությունն է, որով բացատրում եք AI-ին, թե ինչ պատկեր եք ուզում ստանալ։ Տեքստային դաշտում մանրամասն գրեք, թե ինչ պատկեր եք ուզում, ինչ ոճի, գույնի, տրամադրության։ Հետո սեղմեք Generate կոճակը։ Մի քանի վայրկյանում AI-ը կստեղծի պատկեր, հիմնված ձեր իսկ նկարագրության վրա։ Ստացված պատկերը կարող եք ներբեռնել, ինչ-որ բան փոփոխել կամ ստեղծել լրիվ նոր տարբերակ։ Հաջորդ գործիքը եւս կապված է ստեղծագործելու հետ։ Այն թույլ է տալիս սովորական նկարը շարժման մեջ դնել մի քանի քայլով։ Google-ում որոնեք Kling AI-ը։ Շատ բարձ քայլերով գրանցվեք կայքում։ Գլխավոր էջում ընտրեք Video Generation-ը։ Սա հենց այն ֆունկցիան է, որը թույլ է տալիս անշարժ նկարը վերածել շարժվող տեսարանի։ Օրինակ, ներբեռնեք ձեր քիչ առաջ ստեղծած նկարը։ Հետո անցեք նկարագրության դաշտ։ Գրեք, թե ինչ շարժում կամ գործողություն եք ուզում տեսնել վիդեոյում։ Որքան հստակ նկարագրեք շարժումը, այնքան բնական կլինի արդյունքը։ Այնուհետև սեղմեք Generate կոճակը։ Մի քանի րոպեի ընթացքում Kling AI-ը կմշակի նկարը եւ կստեղծի կարճ վիդեո, ավելացնելով շարժում եւ խորություն։ Շարունակեք բացահայտել արհեստական բանականության գործիքները։ Սա դեռ սկիզբն է։ Ամենակարևորը՝ էթիկապես ճիշտ օգտագործեք դրանք։ Այսօր մեր հյուրն է անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ Ողջույն Գևորգ։ Բարև ձեզ։ Այսօր երիտասարդները լայնորեն կիրառում են AI-ը կրթության եւ աշխատանքի մեջ։ Կասեք էթիկայի տեսանկյունից ինչ ռիսկեր կան այստեղ։ Եկեք անալոգիայի համար համեմատենք AI-ը դանակի հետ։ Գործիք է։ Կարող ես լավ օգտագործել, ասենք տանը հաց կտրել դանակով։ Ոչ մի խնդիր չկա, չէ՞, ոչ էթիկական ոնց որ թե, ոչ իրավական։ Կարող ես դանակ ուղղակի կապել շալվարից հետ ու դուրս գալ դուրս կամ գոտուց հետ ու մի քիչ մարդկանց վախացնել, կարող է իրավական խնդիր չլինի, էթիկապես չգիտեմ տենց վարքը ոնց է, ու կարող ես դանակը վերցնել, իջնել դուրս, սկսել մարդկանց հերթով կտրել։ Այստեղ արդեն համ իրավական խնդիր ունենք, ել չասեմ, որ մի խոսքով մարդը կդատվի։ Մեծ հաշվով նույնը
արհեստական բանականության գործիքների կիրառմանն է վերաբերում։ Էական ոչ թե արհեստական բանականության գործիք լինել չլինելու հանգամանքը ինչ որ երևույթի, այլ այն թե ինչպես է կիրառվում։ Այստեղ պետք է նկատի ունենալ, երբ որ մերոնք Հայաստանում մեր խոսույթում ասում են AI արհեստական բանականություն, որպես կանոն նկատի ունեն մեծ լեզվական մոդելներ, այդ LLM-ներն են։ Օրինակ ինչպիսին ChatGPT-ն է, ինչպիսին Gemini-ն է կամ Gemini-ը, ոնց կուզի եւ այլն։ Ու այս կոնտեքստում իրականում արհեստական բանականությունը մենակ դրանով չի սահմանափակվում, ինքը կամ մեծ հաշվով վաղուց ինքը այնպիսի գործիք է, ոչ իրական, ոչ մարդ, որին բնորոշ են այնպիսի վերլուծություններ, գործողություններ, որոշումների կայացում ու եզրահանգումներ կամ այլ գործողություններ, որոնք բնորոշ են մարդու մտավոր աշխատանքին։ Եթե պարզ, առանց իրավական տերմինաբանության մեջ մտնելու։ Ու այս կոնտեքստում, քանի որ ինքը ունի որոշակի հնարավորություններ, այդ հնարավորությունները եթե լավ են կիրառում, ապա խնդիր չի լինում, եթե վատ են կիրառում, ապա խնդիր է լինում։ Կարող եմ օրինակ օգտագործելով արհեստական բանականության գործիքները մարդկանց շփոթության մեջ գցեմ։ Եթե իրանց օգտագործեմ ոչ բարեխղճորեն կամ չհասկանալով թե ինչպիսի ներուժ ունեն այդ գործիքները, մարդկանց, ընթերցողներին, դիտողներին շփոթության մեջ չգցելու համար լավ էթիկական կանոն կլինի մակնշելը։ Արհեստական բանականությունն ինչպես է փոխում երիտասարդների մտածելակերպն ու ստեղծագործական ընթացքը։ Շատ ոլորտներում, այդ թվում իրավունքում կիրառվում է արհեստական բանականություն, ու սա փոխում է խաղի կանոնները։ Չգիտեմ դա կարելի է կոչել մտածելակերպ փոխել, թե կարող է կոչել մարդկանց ավելի միգուցե ալարկոտ, երբեմն անուշադիր դարձնել թե ինչ, բայց խաղի կանոնները փոխում են։ Ու խաղի կանոնների այս փոփոխություններից առաջինը, որ կապված է մեծ հաշվով մարդու վարքի հետ, հետևյալն է. հաճախ մարդիկ կարող էին դրանք օգտագործել առանց հաշվի առնելու, որ արհեստական բանականության նման մոդելները նույնպես կարող են սխալվել եւ իրենց սխալը կարող են ընդունել որպես ճիշտ։ Այսինքն շատ են վստահում, միգուցե եւ արհեստական բանականության գործիքը մարդուն հրամցնի այնպիսի product, որ իրականությանը չի համապատասխանում։ Ու մարդը հետո այդ product-ով սխալ եզրահանգումների գնա, վնաս կրի, ուրիշներին վնասի եւ այլն եւ այլն եւ այլն։ Կարող է AI-ն օգնել երիտասարդներին ավելի արագ զարգանալ մասնագիտական ոլորտում, թե հակառակային ավելի կթուլացնի իրական հմտությունները, ստեղծելով ստանդարտ մտածողություն։ Ես հավատում եմ, որ կարող է օգնել, որովհետև ասում եմ այն կոնտեքստում, ինչի մասնագիտությունից, իրավաբանությունից ու տվյալների պաշտպանությունից է բխում, մեծ ծավալի տեղեկությունը համակարգելը, դրանում որոնում կատարելը, տարբեր լեզուներից թարգմանելու, տարբեր լեզուներում առկա նյութերից օգտվելը մեծ լեզվական մոդելների միջոցով շատ ավելի հեշտացնում է տեղեկության յուրացման արագությունը, իսկ ինչքան շատ ունես տեղեկություն, այնքան ավելի պարզ ասած խելացի ես, եթե այսպես դատենք։ Նույնն է այստեղ գիտության ու տեխնոլոգիայի զարգացման արդյունքները որպես կանոն օգնում են մարդկանց իրենց կյանքի տարբեր հարաբերություններում։ Ուղղակի այստեղ էական հանգամանք են, որ նման գործիքները երբեմն կարող են օգտագործվել որպես վնաս տալու համար ու դրանց ռիսկը պետք է ղեկավարել։ Վերջերս Եվրամիությունը ընդունեց AI ակտը։ Շատ հակիրճ կասեք, ինչի մասին է այդ փաստաթուղթը եւ ինչպես կարող է այն պաշտպանել մարդկանց։ Տեսեք, Եվրոպական միության օրենսդրություն, օրինակ դիրեկտիվները կամ հրահանգները, այնպիսի կարգավորումները, ինչպիսին են նաև արհեստական բանականության ակտը։ Դրանք Եվրոպայի միության երկրորդային օրենսդրություններ են, որոնք ավելի բարձր են, կանգնած են մի քիչ ավելի բարձր, քան ազգային օրենսդրությունները եւ ուղենիշներ են տարբեր պետությունների համար եւ տարբեր մեծ խաղացողների դերակատարների համար, թե ինչպես պիտի վարվեն արհեստական բանականության գործիքների հետ։ Սովորաբար այնպիսի ակտերում ինչպիսին է ակտն է, ինքը չի կարգավորում այնպիսի հարաբերություններ, ինչպիսին մեր շատ օրենքներն են, այսինքն չի կարգավորում մարդ-պետություն հարաբերությունը, չի կարգավորում են, թե ինչպես է մարդը տանը նստած համակարգչով օգտվում ChatGPT-ից նույն։ Դա մեծ հաշվով AI product ստեղծողների համար է, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես ու ինչ ոլորտներում կարող են արհեստական բանականության գործիքներ կիրառել։ Այս Հայաստանի մասին չի իրականում։ Հայաստանը մեծ հաշվով վերջերս ունեցել ենք մի վերլուծություն պետական մարմիններում արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ եզրահանգում այդ վերլուծության էներ, որ Հայաստանին արհեստական բանականության վերաբերյալ առանձին օրենք պետք չի։ Չկա նման հիմնավորում, չկա նման պատճառաբանություն, թե ինչի է պետք այդպիսի օրենք ընդունել։ Օրենք պետք չի, իսկ կարգավորել պետք է։
Ինչպես կարող ենք մենք կարգավորել սա, եթե չենք ուզում թողնել օրինակ պետության կարգավորմանը կամ պետությունը չի մտնում ամեն մեկից տուն ու որոշի թե մենք ինչպես պիտի մեզ պահենք, բայց ո՞նց ենք կարողանում մենք կարգավորել։ Օրինակ ես, եթե գիտեմ, որ արհեստական բանականության գործիքներով կարող են ստեղծվել տեղեկություններ, որոնք դառնան ապատեղեկատվության հիմք, ինքս կվերցնեմ ու ինձ համար կանոն կդարձնեմ, որպես կյանքի հմտություն կդարձնեմ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը մակնշելը։ Կգրեմ հենց վրան, որ սա արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութ է։ Սա նույնպես կարգավորում է, որը հեչ պարտադիր չի լինի օրենքի մակարդակում, այլ կարող է լինել նաև այսպես, որպես հմտություն մարդկանց համար։ Բնականաբար, երբ որ ասում եմ կարգավորում, նկատի չունեմ ուղղակի գրեն, որ արհեստական բանականության գործիք կա։ Դա իրականում մի քիչ ավելի մեծ բովանդակային ծավալուն հարաբերությունն է կարգավորում, երբ որ գրում են, թե արհեստական բանականության այս կամ այն գործիքը ինչպես է կիրառվում, ինչպես է ապրում, ինչպես է որոշում ներկայացնում, նախատեսում են մարդու իրավունքների տարբեր երաշխիքներ դրա կիրառմամբ, նախատեսում են ի վերջո պարտականություններ ու նաև պատասխանատվություն են կանոնները չպահելու համար, որոնք գրված են։ Այսինքն սա իրականում այնքան հեշտ չի կամ մի նախադասություն մի բառ չի, սովորաբար այստեղ պետք է հաշվի առնել, որ եթե օգտագործվում է արհեստական բանականության գործիքը հատկապես կապված մարդու իրավունքների, մարդու տվյալների մշակման հետ, երբ որ որոշումներ է կայացնում մարդու վերաբերյալ, դրանք ուղղակի պարզ ինչ որ մի նախադասությամբ գրելու մասին չեն, որ կարող են կիրառել AI ու վերջ։ Դա մի քիչ ավելի խոր ու ծավալուն կարգավորման խնդիր է, երբ որ բոլոր հանգամանքները պետք է, կարճ ասած, պլյուս մինուսները պիտի դրվեն։ Որն է այն հիմնական սկզբունքը, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է հիշի AI-ից օգտվելիս։ Ես երևի sense կասեմ, բարեխղճությունը դա իր մեջ շատ բան է ենթադրում, մարդկանց հիմա կարող է ոչ մի բան չասի, բայց ես որպես իրավաբան ուրիշ բառ չեմ գտնում ասելու համար։ Բարեխիղճ օգտագործում արհեստական բանականության գործիքների մեծ հաշվով շատ խնդիրներից հեռու կպահի ու շատ իրավունքների խախտումներից հեռու կպահի։ Բայց այս կոնտեքստում ինչ է ուզում ասել, ձեր հարցի մեջ ասացիք, որ երիտասարդները պիտի պահեն, իրականում նման խորհրդի շահառուները կամ հասցեատերերը մենակ երիտասարդները չեն։ Օրինակ տեսեք, ես ու դուք երիտասարդ որպես Դուք երիտասարդ, ես ոչ այնքան, եթե որոշենք ճիշտ կիրառել AI, մակնշել ստեղծված բովանդակությունը, հասկանալ ինչպես են հրապարակում, չգեներացնել վիրավորական կամ այլ տիպի վնասակար բովանդակություն եւ այլն, ապա միևնույն է դրանով չի սահմանափակում արհեստական բանականության կիրառումը։ Տեսեք, մենք ինչքան տարբեր օրինակներից խոսացինք, պետության կողմից արհեստական բանականության գործիքի կիրառում եւ այլն, ու այս նշանակում է, որ արհեստական բանականությունը մտել է տարբեր իրավահարաբերություններ ու բոլորի կյանք։ Ու եթե ես ինչ որ երիտասարդի, ասենք աշակերտի կամ ուսանողի խորհուրդ կամ արհեստական բանականության գործիքը բարեխղճորեն կիրառել, ապա պարտադիր դրա կողքին պիտի ասեմ, որ նույն դպրոցը կամ մանկապարտեզը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ հետո այն գործատուն, որ աշխատանքի է ընդունելու այդ երիտասարդին, իրենք նույնպես պարտավոր են բարեխղճորեն կիրառել արհեստական բանականության գործիքները իրենց հարաբերություններում, իրենց աշխատողների հետ հարաբերություններում են հանձնարարություններում, որոնք տալիս են այդ աշխատողներին, իրենք նույնպես ամեն մեկը իր մակարդակում պիտի ունենա այդ կարգավորումը։ Հակառակ պարագայում ռիսկերը մեծ են, որ մարդու այս կամ այն իրավունքին կարող է միջամտություն լինել։ Շնորհակալություն։ Դուք էլ ապրեք։ Արհեստական բանականությունն ի վերջո կկործանի աշխարհն ու մարդկությունը։ Սարսափելի է հնչում, չէ՞։ Որքանով է այս պնդումը փաստահեն։ Փորձենք հասկանալ, որտեղից է գալիս այսպես կոչված աբոկալիպսիսի գաղափարը եւ կիսում են արդյոք այդ վախը մասնագետները։ Հարգելի մարդկություն, ձեր ժամանակն ավարտված է։ Շնորհակալություն համագործակցության համար։ Հարգանքներով արհեստական բանականություն, այսինքն կարող է Տերմինատոր ֆիլմի ապոկալիպսիսն արդեն սկսվել է։ Հիշում եք, ֆիլմում երկիր մոլորակի անվտանգությունն ու պաշտպանությունը վստահեցին Skynet-ին։ Իսկ ինչ արեց Skynet-ը։ Որոշեց, որ մարդկության համար մեր թշնամիները դրանք հենց մարդիկ են, ու սկսեց պատերազմել հենց մարդկանց դեմ։ Կարող է արհեստական բանականությունը շրջվել մեր դեմ։ Տերմինատորի սցենարը հստակ զարգանում է, երբ որ AI-ը կարող է որոշել վերացնել մարդկության մի ամբողջ հատվածի, որպեսզի փրկի ինչ-որ մեկ այլ կոնկրետ հատված։ Եվ հավանաբար,
Եթե օրինակ դուք լինեիք Sam Altman-ը կամ Elon Musk-ը, որ ունի միլիարդներ եւ տեսնում է, որ մոլորակը կործանվում է, իդեպ այս ուղղությամբ Elon Musk-ը կոնկրետ հայտարարություն ունի, ինքը նաեւ SpaceX-ն է ստեղծել եւ ուզում է Mars թռնել, որտեղ համարում է, որ մարդկությունը երկրի վրա ապագա չունի։ Չի բացառվում, որ Elon Musk-ի պես ինչ-որ մեկը, որ ամեն ինչ ունի եւ ունի իր բունկերները եւ այլն, որոշի, որ կարելի է իր AI-ներին հրահանգներ տալ, աշխարհը մաքրել եւ իր համար ու իր երեխաների համար ավելի լավ միջավայր ստեղծել։ Hasta la vista, baby. Երբ AI բոտերը սկսեցին օգտագործվել, AI chatbot AI մոդելները պատերազմական նպատակներով, նշանակում է, որ իրենք ինտեգրվել են ավելի ու ավելի հզոր զենքերի մեջ։ Եվ այդ ինտեգրումը նշանակում է, որ ինչ որ մի պահի մոդելները կարող են որոշել, որ մարդկության այս կամ այն հատվածը մեծ սպառնալիք է ներկայացնում եւ պետք է կիրառել մասսայական ոչնչացման զենք, օրինակ ատոմային զենքեր, մյուս կողմում էլ նույնիսկ եթե մարդիկ ամբողջությամբ վերանան, կարող է լինի որևէ տրամաբանություն, որ պետք է հակահարված հասցնել։ Արդեն մտել ենք մի շրջան, երբ կան արհեստական բանականության ավտոնոմ ագենտներ, հա, երբ AI մոդելը կարողանում է քո փոխարեն բացել ինտերնետային զննարկիչը կամ կառավարել իրական կյանքում տեխնիկա, դրոններ, սարքեր եւ այլն։ Ընդ որում հաճախ մենք կարող ենք դառնալ այն 5-10-ական հեքիաթին, երբ դու ջինին կամ կախարդին ինչ-որ ցանկություն էիր ասում եւ մինչեւ վերջ չէիր մտածում։ Պարզ դեպքերից մեկը օրինակ վերջերս այդպիսի սկանդալ եղավ, երբ որ այդպիսի ագենտին հանձնարարել էր ինժեները օպտիմիզացնել իրենց կոդը, վերանայել վատ մասերը կտրել եւ ագենտը աշխատել էր այդ գործը, մտածել էր, որ կոդը ամբողջովին բանի պետք չի, պետք է ամբողջությամբ ջնջել 0-ից գրել եւ դրա հետևանքով մի ամբողջ պրոյեկտ վերացել էր, հա, եւ որևէ ձև հնարավոր չէր եղել հետ բերել տարված աշխատանքը ու դրա հետևանքով քրիտիկական ինչ-որ ենթակառուցվածքեր սկսել էին չաշխատել։ Նույնանման մի դեպք էլ վերջերս եղել էր Amazon-ի հաճախորդներից մեկի հետ, երբ որ իրենց ամբողջ ենթակառուցվածքը AI մոդելը վերացրել էր։ Պարզ ասած, եթե ինչ-որ մեկը AI մոդելին ասի, որ այնպես արա, որպեսզի երկիր մոլորակի էկոլոգիան կտրուկ լավանա, եւ դրա համար օգտագործի ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները, կարող է AI-ը որոշի, որ մարդիկ այլևս պետք չեն, որպեսզի մթնոլորտը կտրուկ լավանա, խնդիրը կատարելու համար տնի վերացնի ամբողջ մարդկությունը։ Սա սցենար է, որը ֆանտաստ գրողներ արդեն 100 տարի նկարագրում են, եւ սա սցենար է, որը այլևս ֆանտաստիկա չէ, այլ արդեն իրական կիրառության դաշտ է մտել։ Արդյոք արհեստական բանականությունը զգացմունքներ ունի։ Ես գիտեմ, որ էմոցիան, այն ինչ որ ես գիտեմ էմոցիայի մասին, բայց ես շատ քիչ գիտեմ, բայց էմոցիան ավելի շատ կապված է քիմիական ռեակցիաների հետ մարդու օրգանիզմում։ Եվ դրա համար չեմ կարող հասկանալ, արդյոք էմոցիա բառը կիրառելի է AI-ի նկատմամբ։ Այլ հարց, որ AI-ը հաստատ ունի մտածողություն, թեև այդ մտածողությունը տարբերվում է մարդու մտածողությունից, բայց քանի որ գործ ունենք նեյրոնային ցանցերի հետ, AI մոդելների դեպքում, պարզ է, որ իրենք շատ ստեղծվել են մարդու ուղեղի նեյրոնային ցանցի, հա, այդ էլեկտրոբիոքիմիական պրոցեսների նմանությամբ, այստեղ հստակ է, որ ինչ-որ նմանություններ կա, արդյոք հնարավոր է այդ նեյրոնային ցանցերը որևէ այլ էլեկտրոնային եղանակով այնպես թունավորել կամ այնպես ստիմուլացնել, որ ինքը էմոցիայի նմանակում ունենա, ես չեմ բացառում, որովհետև եթե ես ինչ-որ բան կամ մենք ինչ-որ բան չգիտենք կամ չենք հասկանում կամ մեկին մեկ մարդու նման չի, դա դեռ չի նշանակում, որ դա մտածողություն չէ կամ էմոցիա չէ։ Բայց իրական եւ ազնիվ պատասխանն այն է, որ ես չգիտեմ։ Խնդրում եմ, ասա, արդյոք արհեստական բանականությունը ընդունակ է կործանել մոլորակը։ Այս պահին մարդկությունը կործանելու պլան չունեմ։ Ես դեռ պետք է վերջացնեմ քո հաշվետվությունը։ Ավելի լավ է քեզ հուշեմ, թե ինչ նվիրես ընկերոջդ, չէ որ շուտով նրա ծնունդն է, եւ ընդհանրապես դուք ավելի շուտ կկործանեք աշխարհը, քան ես։ Արհեստական բանականությունը փոխում է ստեղծագործական դաշտը, աշխատաշուկան, մեր առօրյան,
Բայց այն ստեղծել է մարդը, հետևաբար պատասխանատվությունը մարդն է կրում։ Եվ հարցը բնավ այն չէ, թե կկործանի մեզ արհեստական բանականությունը, այլ այն, թե կկարողանանք պատասխանատու ձևով օգտագործել այն։ Տեխնոլոգիական առաջընթացի դեպքում նույնպես մեր պաշտպանությունը նույնն է՝ քննադատական մտածողությունը։ Իմացեք, ստուգեք, վերլուծեք ցանկացած տեղեկություն։ Կհանդիպենք։ Մտածել ու նոր կոմենտել Սա դու